running too long. I can see it from Մեկնարկում է Arm Games ամառային եթերաշրջանը։ Ֆանտաստիկ եթերաշրջան է սպասվում։ Նոր ձևաչափ սիրելիներս, վերջապես ձեր սիրելի հետևորդներն նամակները տեղ են ասել, որովհետև այս եթերաշրջանում հանրային 16 գժական կերպարների հետ մրցելու են 16 Arm Games-ի ֆանտաստիկ կերպարներ, նենց որ սպասվում է շատ թեժ եթերաշրջան։ Հիմա ուշադրություն։ 32 մասնակիցները, 16 հանրային և 16 հետևորդներ մրցելու են գլխավոր գժական մրցանակի համար։ Ավտոմեքենա նորից Arm Games նախագծում խաղարկվում է նոր ավտոմեքենա։ Ինչպես տեսնում եք, ես դեռ մենակ եմ, բայց ասեմ, որ Arm Games ամառային եթերաշրջանը չեմ վարելու միայնակ։ Ինձ կմիանա երկրորդ հաղորդավարը, որին վստահ եմ շատ եք սպասում, բայց չեմ ասի, թե երբ։ Այս պահին դեռ ես լինելու եմ մենակ։ Իսկ հիմա շատ գեղեցիկ կերպով մենք կդիմավորենք մասնակիցներին։ Սկզբում հանրային կերպարները կգան, հետո մեզ կմիանան արդեն հետևորդները։ Դիմավորենք։ Առաջին մասնակիցներն արդեն շքեղ մեքենայով գալիս են։ Լևոնն ու Մաշը։ Սկիզբը արդեն շատ շքեղ է։ Արդեն ինձ մեր նախագիծը դուր է գալիս։ Ոնց եք։ Լավ, դու Եկեք իզից աջ։ Ողջույն Արամջ։ Ես շատ ուրախ եմ։ Լևոն առաջին անգամ է մեր նախագծում, Մաշա ամենասկզբում եղել է, ցավոք շուտ դուրս մնաց, բայց ես վստահ եմ, այս եթերաշրջանը Մաշը ցույց կտա։ Ես եմ վստահ։ Յով ինչպես է տրամադրված։ Մարտական։ Հրաշալի է։ Դե ինչ դիմավորենք հաջորդ մասնակիցներին։ Վստահ եմ ձեզ նույնպես հետաքրքիր է, թե ովքեր են ձեր դեմ մրցելու։ Այսպես ասեմ, նենց չի, որ Լևոնն ու Մաշը թիմ են, ուղղակի նույն մեքենայով են եկել։ Դիմավորենք հաջորդ շատ շքեղ մեքենան և շքեղ մասնակիցներին։ Hey boy. Hey girl. Hey boy. Hey girl. Դե Ֆերարին ու ես ախր շատ համադրել ենք է։ Սիմպոներն են գալիս։ Շքեղի հետ։ Arm Games նախագծի հնաբնակներն են, Նորո և Նարի, բարը ձեզ, տեսեք ձեր հետ մոտիկ եմ, ձեզ են ձերքով եմ։ Ողջույն։ Խնդրեմ կանգնեք, սիրելիներս, տեսնում եմ բավականին շքեղ մեքենայով եք դուք եկել, հա։ Այո, Դե մեր դեպքում չէր կարալին։ Հասկացա։ պրակատի փողը մի քիչ ավել էր։ Շատ միշտ։ Հասկացա։ Իսկ տրամադրվածությունը ոնց զգում եմ, ֆանտաստիկ լավ է, չէ՞։ Այո, մարտական։ Դե դիմավորենք հաջորդին։ Դիմավորեցինք։ Խնդրեմ, Հյուգոն ու Էվիկը։ Հյուգոն նորից մեր հին մասնակիցներից է, Էվիկը առաջին անգամ է մասնակցելու։ Ես վստահ եմ, որ Էվիկը շատ ուժեղ մասնակից է, ինչպես եք, տեղավորվեք։ Չմտավ, թևս չմտավ Էվիկը։ Չէի տեսել։ Հա, հասկացանք, օքեյ։ Տեղավորվեք։ Արավիատ գրկեմ ես քեզ։ Շատ լավ է։ Շենելի։ Շատ մենք ուրիշ ենք լինելու։ Շատ լավ։ Արդեն 6 մասնակից այստեղ կա, մնաց եւս 10 հանրային կերպարներ։ Վստահ եմ, կարող է ինչ-որ ձեր գիտեք, կարող է չգիտեք։ Հիմա որենք հաջորդ զույգին։ You taste like poison, honey. Goes down like sugar, honey.
Ռաֆա Բուֆալո եւ Թամի։ Բարև ձեզ, ես Թամն եմ Սահակյան, դերասանուհի եմ, շատ ուրախ եմ, որ ես պրոյեկտում եմ։ Քայլում ենք կարմիր գորգ, ոնց որ հոլիվուդյան աստղեր լինեինք։ Լավ ջան, ինչպես տեսնում եք, միայն դուք չեք մարզիկ, ասեմ էլի մարզիկներ։ Ես ինչ մարզիկ Արամ ջան։ Այն փաստը, որ Ռաֆը Բուֆալոն կողքս էր ու հետո լյովին եմ տեսնում, հասկանում եմ, որ մեր թիմը բավականին ուժեղ է ու ինձ թվում է պետք է հաղթի։ Ասեմ, որ ես Ռաֆին շատ լավ գիտեմ ու շատ թեժ է լինելու։ Թամի ջան, ողջունում եմ ձեզ։ Խնդրեմ։ Ռաֆ ջան, վստահ եմ, որ մեզ թեժ օրեր է սպասվում։ Անպայման, դրա համար էլ եկել ենք։ Ես եմ եկել։ Հասկացանք։ Ես ճղարաստ։ Մի քիչ ձիգ պայ, էլի կողքան նստել։ Այ մարդու արխեն է, սա փեվա։ Գիտես ինչ կռիսո։ 100% ինչ ես կարամ փաստեմ։ Արի լավ։ Լավ, պատրաստ եք դիմավորենք հաջորդ մեր հանրային կերպարներին։ Ոյո։ Ասեմ, որ կերպարներից մեկը մարզիկ է, բայց սովորական մարզիկ չէ, դիմավորեցինք։ One time we gon' give it to you like this, yeah, like this, yeah, like this, yeah, yeah. One time we gon' give it to you like this, yeah, like this. Straight from a conference, meeting with my sponsors. Այո, ճիշտ եք տեսնում, Եվրոպայի քարակի չեմպիոն Արսեն Արությունյան, մեր ֆանտաստիկ մարզիկը եւ Ժեղեսկուի Դիանա Ոսկանյանը։ Իմ սախքյանքը ես անցկացրել եմ մրցաշարերի մեջ ու Arm Games-ում էլի պայքարա լինելու ադրենալին ու ես նոր ինձ էլի բայցահայտելու եմ։ Դաժե արսին ծափ։ Ես կարծում եմ բոլորը ծափ կտան։ Ասեն, մենց է ստացվում, որ Arm Games-ի որ ամենաֆենոմենալ մասնակիցն ես, դա միանշանակ, շնորհավորում եմ Դիան ջան, պրիվետ, եկեք այստեղ։ Շոկողությունը գնաց, հիմի Ես քանի։ հարց ունեմ, բայց ասանին, Ովքեր անցնում են այն կոմենտ կարգում։ Հիմա ասեն գալիս են էսկոս, զբաղվածություն գիտեմ, որ ֆենոմենալ շատ է, բայց տրամադրվածություն ունես, չէ։ Այո, եթե կա մրցակցություն, արդեն տրամադրություն է կա մեր։ Ահա, լավ, լսեցիր։ Շատ Մենք լավ։ մի թիմ ենք, չէ՞, ոնց որ։ Դեռ այո։ Հա, վсё։ Դեռ այո։ Ֆիքսենք էլի այդ մասը։ Այդ կարևոր պահ։ Ասեմ, որ շատ հետաքրքիր կերպարներ են գալիս, մասնավորապես մեկը նույնպես մարզիկ է, բայց ինքը աչքի են գնում ոչ միայն այն նրանով, որ ինքը մարզիկ է, այլ կերպարով էլ է աչքի են գնում։ Դիմավորենք։ Ֆանտաստիկ Ագնեսը ու բռնցքամարտիկ Սերոժու, բայց ես չգիտեմ, դերասան է, թե մարզիկ է, որ չգիտեմ։ Չեմ հավատում, ես վայրենին էլ մասնակցում։ Այն էլ մեր թիմից։ Հետաքրքիր կլինի։ Բայց շատ լավ եք նայում, այդ գոլ կա, գոլ կա։ Որ Սերոժին տեսա, չգիտեի, որ մասնակցելու է, ասի վсё, կինոն սկսվավ։ Շատ լավ եք, Սերոժ, եմ որ քեզից, եմ որ ահավոր շոու եմ սպասում։ Գազ բրատս էսա։ Սա հենց հիմա, Ագնես ջան։ Հաջան։ 2026 թվականի ձմեռային եթերաշրջանի միակ մասնակիցն է, ասեմ, որ սփոյլ անեմ, այլևս ձմեռայինից մասնակից չի լինի, հենց որ պատմու բարձր կպայթ եթերաշրջանը։ Այո։ Արամն ասում է, որ անցած Arm Games-ից մենակ ես եմ այս անգամ մասնակցում ու այդ էլ ավելի մեծ պատասխանատվություն ավելացնում, նենց որ պատվով տակից դուրս կգամ։ Ասեմ, որ դեռ մեզ եւս 4 հետաքրքիր մասնակիցներ սպասում են։ Դիմավորենք հաջորդ մեր զույգին։ Առաջին եթերաշրջանի հաղթողը Լեդիանին եւ նրան ուղեկցում է դերասան Երգիչ Հարութ Արշակյանը, ահա։ Արդեն շատ հետաքրքիր, ես Անին շատ եմ սիրում, Անի բնավորությունն եմ շատ սիրում։ Հենց որ սիրելի մարզիկներ, ասեմ, որ եւս մեկ մարզիկ է գալիս, խնդրեմ, սիրելիներս տեղավորվեք։ Ո՞նց եք։ Շատ լավ։ Անի, լասա տրամադրությունդ ո՞նց է։ Ընտիր։ Ընտիր։ Նատասա Շերիֆ։ Շերիֆ։
Շատ լավ։ Եվ մեր վերջին մասնակիցները ասեն, որ մեկը նույնպես հնաբնակ է, իսկ մյուս կերպարը, որը շատ յուրահատուկ գեղեցկուհի է, դեռ նախագիծը չսկսած, ասում եմ, իմ լյուբիմչիկն է, դիմավորեցինք։ Կարինն ու Կարինը։ Lord, won't you take my body? Կարինը մեր հնաբնակներից է, իսկ Կարինը մեր նոր ֆենոմենն է, սիրելնես։ Lord, won't you take my body home? Տագնես, ասեմ, որ քո ծիծաղի կանկուրենտն է գալիս, հեսա կտեսնես, հեսա կտեսնես։ Ես ասեմ, ես անհամբեր ուրախ սպասում եմ ձեզ։ Այո, սիրելի հեռուստադիտող, ինչպես տեսնում եք, մեզ սպասում է ֆանտաստիկ եթերաշրջան, որովհետև նայեք ինչ գժական կերպարներ են հավաքվել Arm Games ամառային եթերաշրջանին։ Հիմա ես ուզում եմ, որպեսզի մենք դիմավորենք նաև Arm Games-ի հետևորդներին, որոնք մրցելու են ձեր դեմ։ Մինչ այդ նաև ուզում եմ հիշեցնել բոլորիդ, սիրելիներս, խաղարկվում է Արմենիա հեռուստաընկերության կողմից տրամադրված շքեղ նոր ավտոմեքենա։ Ինչ որ մեկը գնալու է տուն այդ ավտոմեքենայով։ Այո։ Այո, սիրելիներս, Արմենիա հեռուստաընկերությունը, Melikans Production-ը համատեղ իրականացող այս գժական նախագիծը կամաց սկսվում է։ Դիմավորենք Arm Games-ի հետևորդներին։ Այո, սիրելիներս, ամեն մեկի մեքենայով է եկել, ձեր դեմ մրցող թիմը, այսինքն Arm Games-ի հետևորդներն էլ ամբողջ, իրենց կազմով եկել են իրենց մեքենայով, նա ծափերով դիմավորենք։ Դե մենք հո աստղ չենք, որ մենք էլ Ferrari-ով գայինք, մեզ էլ հազիվ պազիկ էլի։ Հրաշալի է, վերջինական բանակ գնալուց են նստե պազիկ։ Ճիշտ է, մենք պազիկից ենք իջնում, բայց մեզ աստղերն են ծափահարում։ Իջանք պազիկից տենանք ինչ, աստղերն արդեն Ferrari-ներից, յաշիկներից իջած էին, սենց մեզ նայում էին սենց վերևից։ Ավտոբուսը կարող է գնալ, հաջողություն ենք մաղթում մեր պապիկին, շնորհակալություն։ Դե ինչ, հանրային պերսոնները եւ կասինգ անցած մասնակիցները, ովքեր շատ մեծ սերուն են Arm Games-ի հանդեպ, պատրաստ են ֆանտաստիկ պայքարի։ Վստահ եմ դուք պատրաստ եք, չէ՞։ Ներում բեկում չի լինելու, որտեղ հանրային մարդիկ են։ Այո։ Ես վստահ եմ, որ այդպես է լինելու, հա։ Ես երկու թիմերին մաղթում եմ հաջողություն։ Մինչ մենք կտեղափոխվենք խաղային զոնա, այս պահին մեր գործընկեր Դավինչի Սուշին հատուկ մեզ համար պատրաստել է հյուրասիրություն։ Խնդրեմ, մոտեցեք, հյուրասիրվեք, համեղ Սուշին, հա, համտեսեք, որից հետո կամաց մենք կտեղափոխվենք խաղային զոնա։ Ռաֆայելա, Ռաֆայել։ Ձեր կենաց աղջիկներ։
Դե ինչ, Arm Games հայտիներն ընդդեմ հետևորդների եթերաշրջանը համարում եմ բացված։ Շամպայները թող զրնգան, իսկ ես գնամ պատրաստեմ։ Հրաշալի տեսք ունեք, ես տեսնում եմ, որ աստղերի գույնը այս պահին կապույտն է, հետևորդների գույնը կանաչն է, ինձ թվում է շատ թեժոր է մեզ սպասվում, սենց շատ վստահ եմ։ Չգիտեմ ով առաջին խաղը կախտի, բայց ինչպես տեսնում եք, խաղը արդեն պատրաստ է։ Այս տարածքը լինելու է արդեն, որ նա պատտվեք նայեք, կտեսնեք, followers, այսինքն հետևորդներ ձեր տարածքն է լինելու, հաջորդ խաղադաշտի մյուս հատվածը արդեն լինելու է աստղերի մասը։ Ընդամենը վայրկյաններ անց աստղերը կտեղափոխվեն իրենց հատված եւ մենք կսկսենք առաջին խաղը։ Բայց մինչ այդ հատուկ մի բան եմ ուզում ասել, որը նաեւ մեր հեռուստադիտողի եւ հետևորդի համար է։ Սա ուղղակի խաղ է։ Այստեղ յուրաքանչյուր մասնակից պետք է ամեն ինչ անի, որպեսզի հաղթի դիմացինին։ Մորթի, սրիկայություն անի, սիրի, հաղթի, վիզ դնի, պայքարի, ժողովուրդ, բայց սա խաղ է, բայց դուք ինչքան կարեք հեյթ արեք, ինչքան կարեք քլնգեք, դա մեզ դուր է գալիս, դա լարում է մթնոլորտը, բայց ամեն դեպքում բոլորի համար եմ ասում, ինչ տեղի է ունենում Arm Games-ի խաղադաշտում եւ եթերում, մնում է Arm Games-ի նախագծում եւ խաղադաշտում։ Պատրաստ եք։ Սիրելի հեռուստադիտող, բացատրեմ Arm Games ամառային եթերաշրջանի առաջին խաղը։ Առաջին խաղը շատ պարզ է։ Մարզադաշտում դրված է 5 մեծ սարքեր։ Թիմերը պետք է փորձեն 3 սարքերը տեղափոխել հակառակորդի դաշտ։ Որ թիմը առաջին 3-ը տեղափոխում են, նա էլ ճանաչվում է հաղթող։ Վերջնական արդյունքում այդ ամենը պետք է նրանք կատարեն 2 անգամ։ Ուժային խաղ է, իրենց մոտ տղաները լավ ուժեղ են, բայց թե մեր թիմում էլ աղջիկներն են ուժեղ։ 5 հատ կատուշկա է։ 2 հոգի կապիտանը լինի։ Մի հոգի Ես, Լևոնը, Սերոժին նախ։ Սերոժը, ես դու ինչ եմ անում։ Դու ուժեղ ես, կապես բանան ես։ Նայեք, կպնում ենք մեջտեղինը պահում ենք, պաշտպանում ենք, երկու պուճուրները բրդում ենք, երկու պուճուրները բրդում ենք։ Այդ իրանք էլ են տենց մտածում։ Հավաքվել ենք բացարձակ անծանոթ դեմքերով ու հասկանում ենք, որ պետքա թիմ դառնանք։ Մեջտեղինը պահում ենք, ամենամեծը ենք անում։ Երկու պուճուրները բրդում ենք, այն եզրերը երկորքի սիմվոլիկ կայնում է, որ ռեսկի չբերեն։ Օրինակ, եթե հակառակորդի ուժեղներ եկան միտեղ կանգնեցին, դու որոշել ես գնաս ամենաուժեղի դեմը կանգնես, դա ճիշտ չի։ Դաժե հիմա թիմը, բայց բաժանելը պետք է ինձ անենք, որ իրանք չհասկանան։ Մի րոպե, կոնկրետ բան եմ ասում, մի րոպե, երեխեք, մի հատ կոնկրետ բան եմ ասում։ Արեք սենց անենք, իմ առաջարկն է, կասեք հա անում ենք, կասեք չէ։ Բաժանվում են տղա աղջիկ։ Դուք 3-ին է սրան բաժանվում եք, տղա աղջիկ, ձեր նպատակը պահելն է, պրոստը պահելն է։ Չտո մեկ այդ ընթացքում խաբսը պահել, հա, ինչքան կարակ ժամանակ շայք։ Okay, ես բացել համաձայն եմ, բայց տենց չենք սկսում։ Մենք սկսում ենք ամենապրիմիտիվ ձևով, աղջիկ տղա բաշխած, դասի դու չեք լեյանդել։ Խաղը սկսելուց 5 վայրկյան հետո, մի հատ հրամանով, մի անգամից դուք գնում եք ընդե, որտեղ դեմից, որ դու տենան ընդեղ ես, ապա իրաց ուժեղների 6 հոգով կլցկան դեմդ։ Հենց էտա։ Թիմերն արդեն ռազմավարությունը կազմել են, շատ բարդ, ասեմ, որ մի քիչ վտանգավոր խաղ է սպասվում, բայց շատ մեծ էներգիա է սպասվում մեզ բոլորից։ Վստահ եմ բոլորը պատրաստ են, մասնակիցները պատրաստ են։ Գնալ! Ուշ եք մոտ։ Բրդում եք միջևեր, ոտերը դնելով այս է, ոտերը ամաց չէ։ Խաղի հենց ամենասկզբից հետևորդները հասնում են առաջին սարքը անցկացնում են աստղերի դաշտ։ Բրդում եք միջևեր, դու պահ է։
Ուրեմն հետևորդները շատ մարտական են տրամադրված, շատ։ Շատ թեժ, շատ ահավոր թեժ պայքարագնում։ Չեք թողում, չեք հասկանում։ Ես տեսնում եմ, որ արդեն հետևորդները երկրորդ սայքն են փորձում հասկանալ եւ վերջ, երկրորդ սայքը նույնպես հասնում է հասցեի դաշտ։ Առաջինը որ շատ արագ բրթեցինք, տեսա որ իմ կարիքը կա երկրորդն է բրթելու։ Միանգամից գնում եմ երկրորդն եմ օգնում ու հետն ենք անցկացնում իաս տարածք։ Սկսվեց խաղը, ու մենք մեր թմով, մեր կամային ողորոքներով բազիկի գազը փոխեցինք բենզին։ Չեք հասկանում։ Գնաց։ Մեկ մասնակից վնասվածք է ստացել եւ աստղերը առաջին սարքը հասկացեցին հաշիվը 2-1։ Գնացի։ Կարծես թե այս փուլում հետևորդները հարցնում են, որովհետեւ երրորդ սարքը արդեն այո վերջացավ խաղը։ Ցանկությունն ամենաշատն ունեն հետևորդները դա ակնհայտ է։ Մի քանի մասնակիցներով ուղղակի ջախջախիչ հաղթանակ տարան հենց նոր։ Ճիշտ մարտավարություններ, ճիշտ ռազմավարություններ եւ ճիշտ ռազմավարության արդյունքում ես նույնիսկ հասեցի մեկնաբանել։ Մի հատ նայի մկանես կդրել եմ։ Չէ, դժվար։ Չէ, դժվար է ձեր։ Ցավիցս չտոց եկավ։ Ջոգերով մկանես կդրել եմ։ Մենակ մարզիկները կհասկանան մկան կտրելու ցավը, թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Բրթելու ժամանակ երկաթը իրանց կողմից բարձրանում է վերև, մեր կողմից ընկնում է ներքև ու ուղիղ վրաս։ Վաղ! Առաջին մի անգամից վնասվածքները։ Չեմ պամձիք։ Այսը սարը կբերենք։ Սպասի օգնեմ։ Մեծ խոսում էիք, էլի ապե։ Ոնց մեծ։ Ո՞վ է մեծ խոսում։ Ոնց մեծ խոսալը որն է արա։ Մեծ խոսալը որն է։ Մեծ արա։ Քեզնես մեծ խոսում արա, լսում ես։ Արի արա։ Պարտվել ենք, ահա որ լարված վիճակ է, դիմացի տղաներից է ինչ որ մի բան ասեց, այդ է գժվա։ Այո, պետք է մի խոսա։ Անունը Հարութ։ Քանի որ շատ թեժ էր պայքարը, էմոցիաները շատ տաքացան եւ եղավ այն ինչ եղավ։ Արայով եմ քո հետ խոսում։ Եղբայր, թող, ես կգնամ։ Շնորհակալություն, դե հեռու։ Ինչից բռնկվեցի, մկանս արդեն կտրած, ցասման մեջ, ցավի մեջ քայլում եմ ու նկատեմ ինձ ծաղրում են։ Վայ, էս ինչ տեղի ունեցավ։ Ու ակնհայտ երևում է, որ դա սրտացավ չի։ Ի պատասխան ասում եմ, հատեսնում եմ էլի ձեր սիրտը ոնց է ցավում ու տենց սկսվեց։ Мне кажется, вы не то место выбрали, чтобы так. Да ну, именно то место! Забывай, что это игра! Вот именно! А я-то играю! Смысл именно в этом! Բայ չեմ հասկանում, ի՞նչ են անում։ Խեն իրար մի սոտում այլով ոնց կարելի ախր աղջիկա հետ այդպես խոսել։ Չնայած լավ, կարող մի քիչ ինտրիգներ լինի, տեսակ իմ ոճով է։ Мне кажется, задели ваше самолюбие или еще что-то. Мое тело задели, самолюбие тоже. Файный арца. Не будете во мне зверяна. Ես ընդամենը ուզում եմ իրան բացատրեմ, որ տենց չի կարելի, աղջկա հետ։ Неважно, շոու, ни շոու, կապ չունի։ Ինձ թվում է ամուսինս այս առաջին սերիան տեսնելուց հետո էլ չի թողելու ես գամ ու շարունակեմ մասնակցել։
Ոչ մի, ձերս մկանս եմ կդրում։ Ուզում ես խոսալ։ Եթե խոսալու կա ձեր չենք տալի խոսում եք։ Եթե խոսալու Բոլորս հասկանում ենք, գիտակցում ենք, որ սա խաղ է, ինչ լինում ամենում է խաղի մեջ եւ մեկս մյուսին միայն հարգանք։ Չմոռանանք, որ սա խաղ է ու ամեն բան մնաց խաղի ներսում։ Առաջի պարտությունից հետո ու այդ վեճային լարվածությունից հետո մենք կարողացանք հավաքվենք ու մտնենք դաշտ պայքարի։ Իրականում ինչ որ կատարվում է, այդքան իմ ստով չի, շատ լարված է։ Գլորակները 5-ի փոխարեն արդեն լինելու են 3-ը։ Սկսում ենք առաջին խաղի երկրորդ փուլը։ Լևոնը բավական լուրջ վնասվածք է ստացել, նույնիսկ հիմա տեղափոխվի մի հատ հիվանդանոց ու շտապ հետ եկա, հուսով եմ անում ինչ լավ է։ Քո թիմին ամեն դեպքում հաղթանակ են մաղթում, որտեղ վնասվածք է ստացել, ուսում եմ ամեն պարտվեցիք, զիջեցիք։ Պատրաստ։ 1 2 գնաց։ Երևում է, որ ասերը շատ մատական են դրամատերված։ Կատուշկեն հրում ենք, հագարագոր թիմից 2 հոգի հրեցին կատուշկեն, ես չկարողացա ինձ պահեի, ընգա ու 1 միլիմետր մեր մնաց է, որ այդ կատուշկեն վրովս կանցներ։ Առաջին սարքը աստղերը անցկացնում են հետևորդներից դաշտ։ Մեր վրա հոգի աստղերին։ Շատ հայտարար թեժ պայքարում է։ Ռազո Արիստեր, կարտուքի։ Արի, բրիգլա տրուբե։ Եթե երկրորդ սարքը աստղերը անցկացնում են հետևորդների դաշտ, ընդհանուր հաշիվը դառնում է 1-1 եւ մենք անցնում ենք կոնտր խաղի։ Արանք, թողեք, էսի մեր շանսն է, թողեք։ Եվ ուշադրություն, աստղերը անցկացրեցին սարքը հետևորդների դաշտ։ Հաշիվը 1-1 մենք գնում ենք կոնտր խաղի։ Տեսակ, իրականում հիմա երրորդ փուլն էլ ենք մենք հաղթելու։ Սա պրինցիպի հարց է։ Հասկացա, 4 տղա, մի աղջիկ։ Սոկ։ Նարինջ։ Ոյ կներեք։ Խնձոր։ Вы сюда пришли не людей воспитывать. Հենց այդ է խնդիրը, որ եթե ես դժբախտություն է սա իմ համար, ես պրոֆեսիոնալ սպորտսմեն եմ, մկանս Она здесь при чем? Դուք լսելու ունակություն ունեք հարգելիս։ Ասեք։ Խնդիրը նրանում է, ես պրոֆեսիոնալ սպորտսմեն եմ, մկանս կտրել եմ, կարիերաս խաչի տակ եմ դնում, 14 օրից Это был ваш выбор сюда прийти. Թողեք, կարակ լսեք, էլ չընդհատեք ինձ խնդրում եմ, հասարակ շնորհք է, էլ չեմ կրկնելու, պրոստը կլռեմ կգնամ, շնորհակալություն, կրկնում եմ երրորդ անգամ, կարիերաս խաչի տակ է, 14 օրից մրցումների եմ, ներդրել եմ տարիներ, ֆինանս ու մնացած ռեսուրսները, դժբախտություն է սա իմ համար, կատաստրոֆա է, ողբում եմ, գոռում եմ, я в агонии, надо мной сарказмом шутят. Можно Это я скажу? неприлично. Теперь можно Это я прилично? скажу? Ответьте Теперь прямо можно на я вопрос. Сейчас Это можно я прилично? скажу? Ответьте Можно потом. я скажу? Отвечайте на вопрос, это прилично? Я сейчас отвечу. Можно я скажу? Вы высказались, я вас дослушала. Настоящий Благослови. мужчина. Откуда Настоящий вам знать, мужчина. кто такой настоящий мужчина? Знаем, поверьте. Здесь не увидела я.
Իրականում ափսոսում եմ, որ այսքան շուտ դուրս մնացի։ Անչափ շնորհակալ եմ հրավիրելու համար ու Արամ ջան դիմում եմ քեզ։ Հույս ունեմ, որ ինձ նորից կհրավիրես։ Սա արդեն իմ ուզածն է, մրցակցություն կա, լարվածություն կա, բայց մրցակցային լարվածությունն էլ ինձ դուր չի գալիս, որ մարդիկ նայեք, ես ինտիգրներ սիրում եմ, բայց ես չեմ սիրում, որ վիճում են։ Ամեն դեպքում, որ թիմը հաղթում է, նա ճանաչվում է հաղթող։ 3 հաշվից 1 2 3 Կարտաղի պայքար է, կարտաղի, մեկը մյուսին ոչ մի կերպ չեն զիջում։ Աստղեր այս պայն ունեն առավելություն և շատ քիչ եմ ունում, որ առաջին սարքը անցկացնեն հետևորդների դաշտ։ Գժված վիճակ էր մոտս, պահի տակ մոռացել էի թե որտեղ եմ, ինչ եմ, դες գիտեի բարբի գորգի մեջ եմ, ու սենց ոնց որ այդ կատուշկին ոտ եմ մտնում, բարձրացնում եմ վերև ու չեմ թողում, ու չեմ էլ ուզում կրվեմ։ Եկավ մի պահ ու ես հասկացա, որ ես միայնակ պայքարում եմ 3-ի դեմ։ Ուշադրություն և բացատրեմ ինչա կատարում, ստեղ տեխնիկապես սա վնասվել է, հիմա սա պետք է փոխենք ու շարունակենք նույն կետից։ Ինչպես հիշում եք, դիրքերը այսպես աղեք, քանի որ աստղերը մասնավորապես Սերժը խախտում էր արել, ես այստեղ թողեցի, որ կոլորների թիմում լինի փոփոխություն այն խախտումի դիմաց։ Պատրաստ 1 2 գնաց! Ես հրկել եմ կամերան։ Արտանակը ասղերին նա, կոլերն ասում է, որ վերև են անը, դա նորմալ է, դա իներցիա է։ Որ հաղթեցինք, արդեն, չգիտեմ, էմոցիաներից մասին ոնց ասեմ, ոնց որ 19 տարեկանում, որ Եվրոպայի չեմպիոն է ելել, այդ տենց ուրախացել էի։ Սա մեր առաջին հաղթանակն է ու վստահ եմ, որ սա վերջինը չի։ Կասեն, որ ինչ որտեղ անարդար կամ արդար էր, բարդ էր, բայց ամեն դեպքում 2-1 հաշվով աստղերը հաղթեցին հետևորդներին։ Մենք գնում ենք հաջորդ փուլ, որտեղ հետևորդները գնում են վտանգավոր գոտի։ Եկեք ես առաջարկում եմ նա պաղպաղակ ուտենք, թարմանան։ Վերջապես։ Եկեք ես գալիս եմ։ Նրան էի սպասում ես մի ժամը։ Ինչպես նշեցի, Pinkberry պաղպաղակը այստեղ է, ես կմատուցեմ սիրելիներս, նախ գիտեմ, որ հիմա ամենամոդայիկ պաղպաղակը դա Ռուբին է, ցանկացողներ։ Գնաց, լավ, Ռուբի ուզողները վերցրուց։ Ռուբին, ով է Ռուբին, ուտոպիա ուզող կա, Ռուբին, երկատ Ռուբին։ Ես ասեմ ֆենոմենն Անրիից եմ լսել Ռուբի, որ իրա մեջ շարիկներ կան։ Եվ այսպես։
Ես անկեղծ եմ ասում ռուբի չէի ջրել ինձ որ։ Դու։ Հուսով եմ կրկերը են թեժություն մի քիչ սարես, չէ՞։ Իսկ հիմա սիրելիներս ուշադրություն սկսում ենք վտանգավոր գոտու խաղը, հիշեցնեմ որ 3 հոգի լքելու է խաղը։ Շարիկներ ճտտացնելով գնացեք բացացնեք։ Ես համաձայն չեմ որ։ Ես լովը հեռախոսնա։ Զանգա գալի։ Արեն չեմ ուզում գնամ։ Մեկը եկալ եք հեռախոսով։ Չէ։ Լարեք լուրջան ենք հələ մի մոմենտ։ Երեք լավ լուրը սենց սեյվ շորով կբերե։ Բայց գրած ենք, այսինքն էսի Նար դու ամենադուխովն ես, գնա վեկա։ Գնա։ Էտո ո նարի։ Ալո։ Նարի Արամն ամելիքեմ։ Ես քո համար լավ լուրեր չունեմ։ Հաղորդոքով նվեր չի հələ։ Այս հեռախոսը ու մոտ որ մնաց, ինքը գնում է վտանգավոր գոտի։ Եթե դու կարողանաս հեռախոսը փոխանցել որևէ մասնակցի, տվյալ մասնակիցը կգնա վտանգավոր գոտի։ Եթե ոչ, դու գնում ես վտանգավոր գոտի։ Դու ունես 1 րոպե ժամանակը գնաց։ Արավ Լավ ջան, բա իմ նման աղջկան։ Չգնաս այ ախպեր լաս պալա, մի րոպե ախպեր թող մա թող։ Հեռախոսը ճիշտ ասած ուզում եմ փոխանցել։ Չէ, ես չեմ թողում գնաս ախպեր։ Չէ, այ ախպեր, չէ։ Ռաֆը հոգնած ես նստի։ Ֆիզիկապես ով մի քիչ։ Այո։ Անի լավ։ Ես իրականում սովոր չեմ որ տղաներս ներում են անջան։ Դու ունես 30 վայր։ Ես փոխանցեմ հեռախոսը քեզ։ Չես փոշմանի։ Դու երևի մոռացել ես, որ ես այս խաղը շուտվանից եմ խաղում, ես խորհուրդ եմ տալիս բոլորին այդ հեռախոսը զանգը չվերցնել։ Սաղին մոռանում եմ։ Ոչ մեկ զանգը չի վերցնում։ Նոր չվերցնես։ Չէ, նոր չվերցնես։ Ես քեզ դատված չեմ Չէ, նորը չվերցնես։ Մեծավարի ասում եմ չվերցնես։ Ալո։ Ով է։ Նորոնա։ Նորո ջան, քո համար լավ լուրեր չունեմ։ Ինչ ա եղել։ Ահա։ Զանգը Նարի ուներ հետևյալ փորձությունը։ Հեռախոսը ու մոտ որ մնում էր, նա գնում էր վտանգավոր գոտի։ Եթե հեռախոսը մնում էր Նարի մոտ, Նարին գնում էր վտանգավոր գոտի։ Նարին հեռախոսը փոխանցեց քեզ։ Դու գնում Հիմա ես կարամ ուրիշ իմ տամ։ Չէ, ժամանակը լրացավ։ Կար 1 րոպե ժամանակ։ Դու վտանգավոր գոտում ես։ Ես դու գիտեի՞չ։ Նոր, դու գիտես ես քեզ ինչքան Ախմենական ասա դու գիտեի։ Դու գիտես որ ես քեզ շատ եմ սիրում, բայց ամենաշատը ես սիրում եմ ինձ նամանավանդ խաղի։ Հա ուրիշ մարդ ընտրեիր։ Նորի դու գիտեի՞չ։ Նորի Գնա։ Լավ, ես եմ ընկեց, վասեք։ Ախպեր, ես եմ ընկերվել մեկը։ Նարի կամ դու եկալ։ Կամ ես։ Առաջինը դե վատներ, սենց մտածեցի ես երկրորդը որ եկավ, ստե մի բան է ինչի։ Հելա գնացի վերցրեցի երկրորդ զանգը։ Հա ջան։ Ասա Արամ ջան։ Այո։ Արամ Հյուգոնա։ Մատիկով։ Նա եթե առաջարկել ես կես միլիոն սրանց փուրը տամ կանեմ, օքեյ է, ես Սերի Հյուգո։ Արա Բարսախոս պիած։ Հյուգո, ես քո համար ունեմ նորություն։ լավ թե վատ։ Նախ մոտեցի մասնակիցներին։ Ասա որ դու ես ելնում, ես չէ։ Հյուգո։ Դու նոր տան կողմից ունես 200,000 դրամ նվեր քարտ։ Ես ստացել եմ նոր տան նվեր քարտ 200,000 դրամի, դες Արա ով քրտնի ով է տիպեկը, ապրես Արամս, վեր Օխ Արա ոնց է հենվում ես Նարին, մի հենվի, ապա իշկա տակասնում ես, ինքը կծում է այդքան։ Չեմպիոններ, մի հատ ես խնդրում եմ, նախ ես մի հատ ուզում եմ մեր նվերը տան Հյուգո ջան արի։ Օրս արեմ ես ուրախ եմ բրատ, տապայություններ։ Այո,
Մեր նախագծում անակնկալները բազում է լինելու, թե լավ թե վատ։ Այս բանին մեր գործընկեր նոր տան կողմից ունես այս 200,000 դրամի նվեր կարտոշ տրավորում, նա ծափանենք ու շնորհակալություն նոր տանը, ասեմ նոր տան խոսույթը, որն է վերանորոգումը շահավետ է նոր տան հետ, հիմա քո ձեռքում շահավետ 200,000 դրամի նվեր քարտ է։ Մերսի Լենցով այելի։ Հալո բրատուխա, ես ուրիշ առաջարկում։ Հլը։ Եթե հնարավոր է 200,000-ը ձեզ հետ տակ նորոյին հանեք վտանգավոր գոտուց։ Ցավոք սրտի ոչ։ Շնորհակալություն ենք հայտնում նոր տանը այս լավ նվերի համար, Գուգ ջան գնա վայելի, Գուգոյի սրտով չէր ընդհանրապես։ Գուգոն արդեն կարտայում նոր տան հասցել է։ Շնորհավորում եմ քեզ։ Նոր ջան, հասկանամ խեմ ավելի շատ Գուգոյին ատում քան նարի, ինչ եմ ասում։ Նոր ջան, դու վտանգավոր գոտում ես, իսկ հիմա բոլորս գնում ենք, որովհետև հետևորդների թիմը ամբողջ թիմով է վտանգավոր գոտու, նրանցից 3 հոգու դուք հանելու եք խաղից։ Խաղում ենք paintball, դուք կրակում եք, իրանք փախտում են, գնացինք։ Չէ, ես բոյ ժամանակ ես ուշ չեմ ծախսում։ Ախպեր, տարբեր նագրուցքը։ Էներգիան ավելի շատ եմ դնում, ուղղակի ես այդպես ուժային չեմ կպնում։ Ես իմ հակառակորդներին որ կպնում եմ, չեն զգում, որ իմ ուժը է, ես արագ խափելու վրա ես մտնում եմ գլորում ու արագ։ Էսի ուրիշ է, այնի ուրիշ է, խոսքի բոյվախ դու պետք է բռնես էլի ռիթմը, պարկա ուշ չպետք է ծախսես, տեխնիկայի վրա աշխատես, ստե լրիվ սիլավոր, բայց դաժե ստե կար տեխնիկա, որ դու պետք է պահեր, ուշ չծախսես։ Մինչև աստղերը, որոնցից մեծամասն աղջիկներ են պատրաստվում են, paintball-ով կրակել մեր հետևորդներին, ես ուզում եմ մեր գործընկերոջ մասին խոսել։ Zero-ն առաջին հայկական AI հարթակն է, որը խելացի տեխնոլոգիաներով մարդկանց առօրյան դարձնում է ավելի արագ, հարմարավետ ու ժամանակակից։ Zero. Ժամանակն է խնայել ժամանակը։ Իսկ մենք ժամանակը խնայելով անցնենք արդեն խաղին։ Բացատրեմ խաղը։ Հաղթող թիմի այս դեպքում աստղերի ձեռքում paintball-ի զենքեր են։ Paintball-ի զենքերը եւ պաշտպանիչ գլխարկները մեզ տրամադրել է PlayCity, մեր մշտական գործընկերը։ Աստղերը պետք է այդ զենքերով կրակեն հետևորդների վրա։ Իսկ հետևորդները մի ծայրից պետք է անցնեն եզրագիծը։ Վերջնական արդյունքում որ հետևորդի վրա լինում է ավելի շատ գնդակներ, նրանցից 3-ը լքում են նախագիծը։ Դեն սիրելի աստղեր, ձեր հակառակորդ թիմը պատրաստ է։ Նորո ջան, միացի վտանգավոր գոտում անցած թիմին։ Հիշում եք չէինց։ Մենք ես էսա հետ ենք բերում։ Ես չեմ ասի ով է ես, բայց հասկանաք իմ քայլից։ Ժորք ուշադիր կլինեք, մի չվրազեք, ավտոմատ չկրակեք, Պատրաստ։ Ելի երուստադիտող նորոն չի անցել են թիմ, ուղղակի կանաչ սպորտային տաբատը հակավ, որպեսզի չտարբերվի։ Եվ այսպես հիշեցնեմ, որ վատագույն 3 մասնակիցները լքելու են նախագիծը, ում ամենաշատը դիպավ գնդակը։ 1, 2, գնաց։ Աչ կոմը նայ։ Չէ, չվրազեք, բանցնեն։ Խփիկ վրազեք։ Աչ կոմը։ Մի վրազեք։ Աչ կոմը։ Են կողմը ուշադիր եղեք։ Առաջինն եմ անցնում տարածությունը, բայց մեկը ինձ կպավ։ Paintball-ով, որ մեզ կրակում էին, ինձ մի պահ թվում էր, որ մենք կինոյի անոնսում ենք։ Այս մեջը պատրոն չկա։
Դե դուրս եկեք, լավ։ Նոր, ստեղ են, ստեղ դոշկի, բրատ, ինձ նայ։ Աչը պահեք երեխեք։ Նորը ուր է։ Բացա։ Նորը փախել է։ Այս կողմը պահեք, այն մեկը այն կողմը։ Էստե բացա։ Այստե բացա։ Գլխով դուրս մի արի, գլխից են կրակելու։ Գլխով մի հելեք դու։ Մի հելի գլխով։ Գլխով վտանգ։ Այո, ստեղ ասում են գլխով դուրս մի արի, վտանգավոր ես, համաձայն եմ։ Խաղը խաղ, բայց թե բոլորս մարդ ենք էլի, հո գլխին չենք կրակի։ Յա։ Մի կրակի կապսուս։ Մի կրակի։ Կպա, մեկին կպա։ Մի կրակի թո հելին նո։ Ասուդախը։ Օրսարև կպա ախպեր։ Կպա։ Աչը։ Բիզակը։ Են կպելես։ Ձերքին կպավ, դա ցավոտ է շատ ցավոտ է։ Նորից կպա։ Չեք պատկերացնի ինչ հաճույք եմ ստանում զենքով կրակելուց նամանավանդ, որ աչքից տակ ունեմ երկու հակակրելի մասնակից Հարութը եւ Շտա իրան ման չունեմ այս Մարիամը։ Այդե, եկա մազերով տունաց կոմը։ Այս ամենը կպել եք իրար։ Մեկը բաչոքին կպասա։ Այն ամենը, եք ողեք են։ Բաչոքին կպասա։ Սակը իր մարմինով ինձ պաշտպանեց, чтобы в меня не попали пули. Вот это мужской поступок. Մսաղացի նման դրե աղում են, մենակ ինձ են կրակում։ Շատ հետաքրքիր է։ Yarı ախպեր։ Եվ վերջին մասնակիցներն են։ Մաքսիմալ զգուշ եմ կետից կետ անցնում, որ ինձ հանկարծ չկպնեն։ Երեխեք են այս կողմը պահկված մարդ։ Այո, տղաները օգնում են աղջիկներին։ Եվ վերջին մասնակիցներն են։ Եվ վերջին մասնակիցներն են։ Եվ վերջ։ Հիմա մենք ստուգում ենք, որոնց ամենաշատն է դիպել գնդակներ, նրանք լքելու են նախագիծը։ Մենք գնում ենք ստուգելու։ Նախ ներողություն եմ խնդրում բոլոր մասնակիցներից ում կպել է, ամեն դեպքում մենք ենք խաղը պատրաստել, շատ ցավոտ էր։ Շատ ծափար ենք էլի։ Նորոյի ձայնը տակ տեղից է գալիս, որ սալտոներով է գալիս, էլի։ Ես քո վզիներ չեք պետք է չեմ սխալվում։ Այ հորոսան ներկել են։ Ես մի հատ հարց տամ, էլի։ Ստեղ տղաներից մեկը այդպես ասեց մարմինով աղջկան փակել էր, ով էր։ Թե դա նորոն չեն կարող։ Սակո դու էի։ Ինքն էր։ Ես տեսել եմ մարմինով այդպես փակել էր, մի հատ Սակոյի մարդին։ Բրավո, այո, ես էլ եմ դա նկատել։ Եվ հոներա նույն ձև արել։ Նույն ձև էլ է, այսինքն են ջենտլմենները։ Լավ, ես տեսնում եմ, որ այս պայն կոմոտել է, շատ հարվածներ ոնց որ եղել։ Այո! Ագնես մալադե։ Մենք այս պայն երեք հերոսներին խնդրեմ Միքայել առաջ էլի Եփոն, Սակոն եւ Գեղեցկուի ջան դուք։ Սակահարենք։ Այո։ Այս պայն այս հմայիչ արտիստները, աստղերը Սակո ջան մոտեցին ինձ, ամենաշատը կրակեցին ձեզ։ Քանի որ սա որպես այդպիսին ձեր վերջին խոսքն է լինելու, ես կուզեմ հրաժեշտ տակ
թե ձեր թիմակիցներին, թե նախագծին, որովհետև այս 3 երիտասարդները այլևս լքում են Arm Games նախագիծը։ Բես Ագնես ասма ուրա։ Ագնեսն ակրակ է։ Եթե ինչ-որ բան ունեք ասեք, ես ամփոփեմ սերներս։ Հաջողություն ենք մաղթում մեր թիմին եւ հաղթանակ։ Երբեմն ծափարենք, սերներս երբեմն լքում եմ։ Հալալա։ Լուիզային ծափարենք, Լուիզան լքում է նախագիծը։ Սարգիսին ծափարենք, Սարգիսը լքում է խաղը։ Նորոյին ծափարենք միանում այ թիմին։ Երներս, ճիշտ է, ձեր թիմը վերադարձավ նորոն, այսինքն վտանգավոր գոտուց ետ եկավ, բայց ասեմ, որ Լևոնը, մեր մարզիկը, կտրել է իր մկանը, այս պահին թեթև վիրահատության է ենթարկվում ու խոսեցի Լյովը այլևս չի կարող վերադառնալ նախագիծ, ցավոք սրտի վնասվածքը բավականին Լյովին էլ ծափարենք։ Մաղթենք մեր աղբորը հաջողություն եւ շուտ ապաչի։ Տենսիելներս հավատվեց Arm Games ամառային նախագծի առաջին սերիան։ Մենք շարունակելու ենք առանց ձեզ, ամեն ինչ դեռ առջևում է կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շատ ափսոս։ Տենսիելներս առանց Լևոնի եւ առանց այս 3 հրաշք տաղանավոր մարդկանց։ Մայրամ, ես ինչ ես բաց թողում, Մայրամ։